Ինչքան ստիպում են, ասում են, որ պետք է պատմական հիշողություններով չապրել, մոռացության մատնել մեր հաղթանակները իրական եւ համոզում, որ դրանք թակարդ են եղել եւ իրականում այսօր Նիկոլ Փաշինյանը գոռում է այն մասին, որ իբր Հայաստանը հանել է թակարդից, մենք հաջորդիվ կլսենք ինչ է ինքը ասում։ Խնդրեմ օրվա խորհուրդը եւ ասացիք, որ ուզում եք ձեր հետևում լինի այս լուսանկարը, սա իհարկե նաեւ մեր ամոթի լուսանկարն է, Արցախի 3 նախագահները, առաջին նախագահ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատարանում, խնդրեմ ինչու է այստեղ որոշեցիք սկսել այսօրվա ձեր խոսքը եւ հետո արդեն մի քանի հարցեր կա, որոնց կխնդրեմ պատասխանեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս մայիսի 9-ի կապակցությամբ եւ հիշեցնեմ, որ տարիների վեր հայ հասարակությունը թե Հայաստանում, թե Արցախում մայիսի 9-ը տոնում էր որպես եռատոն։ Իհարկե մեծ հայրենական պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի կայացման օրը, ստեղծման օրը։ Իրոք եռատոն էր ինքս գործի բերումով 2009-ից մինչև 18 թվականը ամեն տարի այդ օրերին գտնվել եմ Արցախում, ամբողջ շուկով մասնակցել եմ բոլոր միջոցառումներին եւ միշտ մեջս այդ անզուսպ ուրախությունն էր, որ որպես հայ կարող եմ պարծենալ, որ ունեմ երկու հայրենիք, ունեմ մեկ ազգ, բայց ունեմ երկու հայրենիք, որոնցից մեկը ազատագրել են իմ ժամանակ, այսինքն ես դրա ականատեսն եմ եղել, սա իրոք պարծություն էր, եւ հյուրերը, որոնք մայիսի 8-ին եւ 9-ին ժամանում էին Արցախի հանրապետություն, մարդիկ կային, որոնք առաջի անգամ էին գալի, նույնիսկ ես խմբեր էի տանում Սփյուռքից մեր հայրենակիցների, մարդկանց, որոնք առաջի անգամ էին ոտք դնում Արցախ, եւ մի քանի օր այնտեղ մնալուց հետո ասում էին, մենք նոր հասկացանք, թե ինչ է իրականում նշանակում ազատ եւ անկախ հայ լինելը։ Այս օդը մեզ ուժ է տալի, այս հողը մեզ ուժ է տալի։ Եվ ցավով պետք է նշենք, որ այսօր այդ եռատոնից բան չմնաց։ Մեզանից գողացել են մեր հաղթանակը, մեզանից գողացել են մեր հայրենիքի անբաժան մասը եւ հիմա էլ փորձում են մեզանից գողանան մեր պատմությունը, մեր հիշողությունները։ Ինչու եմ ուզում ինձ այս նկարը լինի, որտեղ սա երևի իմ կյանքի ամենադաժան օրերից մեկն էր, երբ որ ես լայվ ռեժիմով հետևում եմ այս դատավարությանը։ Հայաստանի Հանրապետությունում, այն Հայաստանի Հանրապետությունում, որը որ համարվում էր Արցախի Հանրապետության երաշխավոր, դատարանի շենքում հայտնվել էին միանգամից Արցախի Հանրապետության 3 նախագահներ, առաջինը, երկրորդը եւ երրորդը։ Երկրորդ եւ երրորդ նախագահները եկել էին Երևան, եկել էին դատարան, որպեսզի միջնորդեին անձնական երաշխավորություն տրամադրեին, որպեսզի փոփոխվեր նախագահ Քոչարյանի խափանման միջոցը։ Կարծում եմ հիշում եք, որ այդ ժամանակ նա դեռևս գտնվում էր կալանքի տակ։ Եվ ինչքան ցավ ապրեցի ես, երբ որ տեսա այս տեսարանը, որը երբեք չպետք է լիներ, որտեղ այս տեսարանը ինչքան ցավ պատճառում էր ինձ, նույնքան ուրախություն պատճառում էր մեր թշնամիներին։ Ինչքան ցավ պատճառում էր ինձ, նույնքան զարմանք պատճառում էր այլ երկրներում մեր բարեկամներին։ Մարդիկ նայում ու զարմանում են, ասում են՝ լավ, այս հայերը էս ինչ են անում։ Այս նկարն էր Արցախի հանձնման սկիզբը։ Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանավորումն էր Արցախի հանձնման սկիզբը։ Եվ այս նկարը մեր համընդհանուր խայտառակությունն է, որը միգուցե ժամանակին մենք լավ չպայքարեցինք, միգուցե քիչ պայքարեցինք, միգուցե սխալ պայքարեցինք, բայց թույլ տվեցինք, որ այս թրքամետ, ադրբեջանամետ իշխանությունները հասցնեն մեզ այն վիճակի, երբ որ մենք մայիսի 9-ը նշելիս ուղղակի չենք կարող այցելել Շուշի, չենք կարող այցելել Ստեփանակերտ, չենք կարող այցելել ընդհանրապես Արցախ։ Սա իրոք մեծագույն ցավ է ինձ համար, մեծագույն ցավ։ Այս նկարում պատկերված 3 նախագահներից 2-ը այսօր գերության մեջ են Բաքվում։
իրենց մասին մեր իշխանությունը ընդհանրապես չի հիշում։ Ավելին, այսօրվա Հայաստանի իշխանության հետևողական քայլերով այս մարդիկ միջազգային օրենքներով համարվում են տերորիստ։ Հենց Նիկոլի եւ իր խմբակի պատճառով է, որ այս մարդիկ այսօր գտնվում են Բաքվի բանտում։ Եվ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը փոխանականներ ամեն ինչ, որ օր առաջ այս մարդկանց հետ բերեր Հայաստանի Հանրապետություն, հակառակը անում է ամեն ինչ, որպեսզի Ալիևի ձեռքը լինեն խաղաքարտեր, որոնցով նա կարող է այս մարդկանց անժամկետ պայել Բաքվում։ Կրկնում եմ, դա անում է Նիկոլը։ Եթե դուք հիշում եք, Ալիևը բազմիցս իր տարբեր ելույթներում օգտագործում է հենց Հայաստանի իշխանությունների բառերը եւ նաեւ ստորագրած թղթերը։ Ի վերջո Նիկոլն է գնացել եւ Պրագայում ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը, ներառելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում։ Եվ հիմա այդ նույն մարդը քարոզարշավը սկսել է 3 կրկին մաքսիմալ լկտիացել էր ու ասում էր, իսկ ինչով էր Արցախը մերը, ընդ որում կրկնում էր դա, լեղապատար գորգորում էր, կրկնում էր, ինչով էր Արցախը մերը, դպրոց չեն կառուցել, գործարան չեն կառուցել, Նիկոլ հերիք չի սուտ խոսած։ Սիրելի ժողովուրդ, եկեք ես ձեզ ասեմ, որպես մարդով տեղեկացված է։ Արցախի Հանրապետությունում մնացել էր ընդամենը մոտավորապես 10 գյուղ, որում կար դպրոցի խնդիր։ Մնացած բոլոր գյուղերում կամ կառուցվել էր նորը, կամ վերակառուցվել էր գոյություն ունող դպրոցը։ Արցախում բազմաթիվ գործարաններ էին աշխատում։ Նիկոլը նաև մեղադրում է արցախցիներին, ասում է, փողերը Հայաստանից ուղարկում էին կնդե, որ ընդ աշխատավարձները ու թոշակները շատ ստանային։ Դա էլ է լկտիաբար խափում։ Բացատրությունը շատ պարզ է, սիրելի հայրենակիցներ։ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային կոմիտե եւ պարզ է, որ դեպի Արցախ Հայաստանից ներմուծվող ապրանքների համար Արցախում գումարներ չէին գանձվում, ինչպես որ պետք է գանձվեին անկախ ցանկացած երկրում։ Այդ գումարների, չգանձված գումարների ընդհանուր թիվը հենց այն թիվն էր մոտավորապես, որը Հայաստանի կառավարությունը որպես անտոկոս վարկ ամեն տարի տրամադրում էր Արցախին։ Որպեսզի հասկանաք, որ ոչ թե օգնություն էր գնում, այլ այդ գումարները այսպես թե այնպես պետք է վճարվեին Արցախին, բայց չէին վճարվում։ Այս սա է բանը, որ մեր ժողովրդին այդքան է խաբել սրանք, որ ուղղակի անտանելի է արդեն դառնում։ Հիմա լսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Խնդրում եմ առողջություն։ Ասեն հող են կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մեր, մեր բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ծորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, այդ դա եղել ինչով է մեր եղել։ Ինչով մեր բացատրեք ինչով, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել են ընդեղ, բնակավար ինչով է մեր եղել, մերը չի եղել։ Գիտես իմ մոտ միշտ տպավորություն է, որ այս մարդը անձնապես իմ հետևից հանգի, հա, ուզում է դրթի, որ ես այնպիսի բաներ ասեմ, որ եթերից անմիջապես հետո ես ձերբակալեն ու ծմաթատապարտեն, բայց փորձեմ եթերին համարժեք խոսել, տեսեք, այս մարդը իրոք տառապում է այն հանգամանքից, որ իր ճակատին գաջվել է Արցախը հանձնողի կնիկը։ Ինքը Հայաստանի պատմության մեջ, հայերի պատմության մեջ ամենախոշորագույն դավաճանն է, եւ այդ պիտակը իր վրից որևէ մեկը երբեք չի կարողանալու հանել։ Նիկոլը 75 տարի մնա իշխանության, մեկա նույն դավաճանն է լինելու։ Ինքը մեր հայրենիքը հանձնողն է։ Երբ որ մարդ ասում է ինչով էր մերը, այդ տղա, ընդեղ թափած արունով էր մերը։ Այդ տղա, ընդեղ ապրող, դարերով ապրող հայերով էր մերը, երբ որ Երևանում հայ չկար, Արցախում հայեր էին բնակվում։ Արցախը միշտ եղել է գերակվեց բնակեցված հայերով։ Չկար ընտանիք, որ զոհված չլներ հենց այդ հողի համար։ Չկար գյուղ, ուր արուն թափած չլներ հենց այդ հողի համար։
ու դու ասում ես ինչով էր մերը, ամեն ինչով էր մերը, այ դու մերը չես։ Եկեք մի բարձ օրինակ բերեմ, պատկերացրեք, որ վաղը Ալիևը որոշում է գալ Հայաստան եւ նախընտրական պայքար տանել։ Ուզում է որոշել է Հայաստանում բան անի, վարչապետ դառնա Ալիևը։ Մի հատ մտածեք մի պահ, ինչ թեզերով է Ալիևը գալու Հայաստան, ինչ ասելու։ Ասելը թիվ 1, որ Ժորժ ջան, ձեր խափել են, Ղարաբաղը երբեք ձերը չի եղել։ Մենք իրականում ընկերներ ենք, ուղղակի ձեզ ասած խափել են, Ղարաբաղը երբեք ձերը չի եղել։ Երկրորդը փորձելու է մարդկանց ուղեղում խաղաղության թեզը sense մթագնացության պես մտցնի, որ մարդկանց զգոնությունը 0-ի հասցնի, որ հետո ի կատարածի իր հրեշավոր ծրագրերը։ Հիմա կարող եք բացատրել, իսկ ինչ անում սա։ Նիկոլանը նույնն է, ինչ որ կաներ Ալիևը, եթե Հայաստանում փորձեր դառնար իշխանության մաս։ Նույնն է անում։ Մի քանի անգամ ասել եմ Ալիևը միգուցե հայերի հանդեպ շատ ավելի բարեդրացական վերաբերմունք ունենար, կամ Նիկոլը։ Նիկոլը հայերին ավելի շատ է ատում կամ Ալիևը։ Չի կարա մարդ 5000 զոհված ունենա, զոհտա պատերազմի ժամանակում մոռանա այդ ամեն ինչի մասին, չի լինում այդպես։ Ուղղակի չի լինում։ Չի կարա մարդ գնա Ղարաբաղում ասի Արցախը Հայաստանի է վերջ, հետո նույն առոգանությամբ գոռա, որ Արցախը ինչով էր մերը։ Չի կարա մարդ գնա անդե նախագահի երթմնակալության արարողությանը մասնակցի, հետո գա, ասի երբեք մերը չի եղել, մեզ խաբել են։ Մենք չունեինք Հայաստան, ստացանք Հայաստան։ Լավ, ոնց կարա բանական մարդը դիմում եմ այսօր բոլոր մեր քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, այն մարդիկ, որոնք պատրաստվում են ընտրել Նիկոլին։ Ժողովուրդ, ուշադիր լսեք ինչ է այս մարդը ձեզ ասում։ Ասում է չունեինք Հայաստան, հիմա ունենք։ Կարող եք մի օրինակ բերել այդ Հայաստանը չունենալու վերջին 30 տարվա մեջ։ Այսօր ես կարող եմ օրինակներ բերել։ Այսօր ես կարող եմ ասել, որ չունեմ Հայաստան, որտեվ Ալիևի քմաճուկով սահմանադրություն են ուզում փոխել։ Այսօր չունեմ Հայաստան, որտեվ ջերմուկում ադրբեջանցին նստածա, սրանք ոչ մի բան չեն անում, որ տեղից հանեն այդ ադրբեջանցիներին։ Ուղղակի խանգարումքը մի քիչ ավելի երկար, մի պահել էլի, լսենք ինչ է շարունակում։ Պատասխանատու ասում է, եւ այո ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես նեն չի, որ այդ գաղափարին նվիրվածությամբ պակաս եմ ունեցել, հակառակը այդ գաղափարին նվիրվածությունով որ հասել եմ այդ եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէ, հիմա մեկն է, որովհետեւ դուք տեն եք Հայաստանի Հանրապետությանը, ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացի բանա որոշեք։ Երբ հաբանով 91 թվականին մի հատ ընտրություններ եղել նախագահական, շատ լավ, անկախությունից մի ամիս հետո, հա։ Գիտեք, եթե Նիկոլին համարենք օրինակի համար ադրբեջանցի կամ թուրք, ապա իր բոլոր ասածները շատ ճիշտ է դառնում։ Այսինքն ուրիշ բացատրություն շատ դժվար է տալ։ Օրինակ, երբ որ թուրքը ասում է, որ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, լրիվ հասկանալի է, շատ ճիշտ է ասում։ Շատ ճիշտ է ասում։ Բայց սիրելի Նիկոլին ընտրողներ, դուք եք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ուշադիր լսեք ինչ են ձերածախում։ Ձերածախում են գոյություն չունեցող խաղաղություն։ Եվ ես նորից պետք է հիշեցնեմ, հիշեք 2018-ից 20 թվականները, երբ որ նույն առոգանությամբ այս մարդը ամենտեղ գոռում գոչում էր, որ խաղաղություն է, կրակոցներ չկան, սահմաններում ամեն ինչ հանգիստ է։ Եվ այդ ողջ ընթացքում Ադրբեջանը պատրաստվում էր կործանարար պատերազմի։ Հիմա կատարվում է նույնը։ Մի կերեք այս խայծը, չի կարելի։ Տեսեք, ընդհանրապես ես պետքա օգտվելով այս առիթից եւ ապագայում մինչեւ ընտրությունները ամեն անգամ օգտագործեմ այս հարթակը նաեւ մեր հասարակության այն մարդկանց համար, որոնք իրոք պլանավորում են ընտրել Նիկոլին։ Կրկնում եմ, սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Ձեզ իրոք խաբում են։ Ձեզ խաբելով փորձում են իրագործեն Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքը չեզոքացնել Հայաստանը որպես պետություն։
փակել Հայաստանի Հանրապետության էջը։ Մի տրվեք այդ սադրանքի, մի տրվեք այդ խաբեությանը, չի կարելի։ Ձեզ ուղակի լկտիաբար խաբում են։ Ոնց կարող է մարդը կանգնի ասի Արցախը երբեք մերը չի եղել։ Ոնց։ Լավ հասուն մարդիկ եք բոլորդ։ Արդյոք Արցախը մերը չի եղել։ Արդյոք Արցախում բնակվող 150,000 մեր հայրենակիցները մերը չեն եղել։ Արդյոք հենց ձեր կողմից համահայկական հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ կատարված հարյուրավոր միլիոնավոր դոլարների աշխատանքները Արցախում իրականացված մերը չէին։ Արդյոք երբ որ Գորիսով Ստեփանակերտ էի գնում այդ ճանապարհը մերը չէր։ Արդյոք երբ որ Վարդենիսով էի գնում դեպի Մարտակերտ այդ ճանապարհը մերը չէր։ Արդյոք Ղազանչեցոցը մերը չէր։ Արդյոք Ամարասը մերը չէր։ Որ ասեմ։ Այնտեղ եկեղեցի են կառուցում, սրանք ասում են դե իրաց տարածքն է, ինչ ուզում են թողնեն։ Սա լկտիության գագաթնակետն է, սիրելի հայրենակիցներ, դուք չպետք է դրան հավատաք։ Ընտրեք ընդդիմության մեջ ում կուզեք։ Այո, իմ կարծիքը չի փոխվել, ես ինչպես սատարել եմ նախագահ Քոչարյանին, այդպես էլ սատարելու եմ։ Ես ի տարբերություն այլոց ոչ թիմ եմ փոխում, ոչ երբեք կարծիքս եմ փոխում։ Մենք անպայման կգանք ընտրությունների մասին խոսերը, որովհետև այո, մեկ ամիս է մնացել, ավելի քիչ, քարոզարշավները մեկնարկել են, բայց մինչ այդ հիմա տեսնում եք, որ ինքը այսպես Սյունիքում է այս քարոզարշավը, հիմա Մեղրի է հասել։ Այս իրողությունը եւ այնտեղից հայրենիքները ես կդնեմ մի հատվածը, թե ինչպես է։ Հիշում եք նախորդ քարոզարշավին, որ մեր բորձուրները գլիզելու, ասֆալտը կեցնելու, հիմա էլ ուրիշ բաների մասին է խոսում, գլուխը ոտու ձեռը ջարդվելու, բայց մինչ այդ տեսեք նա շատերի խոսքով ինքը, այսպես ասենք, միջոց ձեռնարկեց, որպեսզի նստա, այսպես երեք պարոն Գեղամանուկյանը ասաց, Մոսկվա չմեկնելու համար։ Տեսեք, եթե մենք վերհիշենք 21 թվականի նախընտրական իրավիճակ, ապա կհիշենք, որ եթե չեմ սխալվում, 21-ին նա գնաց Մոսկվա եւ մասնակցեց պարադի, ընդ որում ոչ թե խնդիրը պարադին մասնակցելն էր, այլ գնաց ինչ-որ բաներ խոստացավ եւ իհարկե գցեց։ Հիմա խոստանալու բան չունի, հիմա արդեն ամբողջությամբ գտնվում է Թուրքիա եւ Ադրբեջանցու ազդեցության տակ, այդ ազդեցությունը օգտագործում են նաեւ եվրոպական մի շարք երկրներ եւ փորձում են Նիկոլի ձեռքերով Հայաստանը ամբողջությամբ կտրել Ռուսաստանի Դաշնությունից։ Թե ինչով է դա վտանգավոր մեր բոլորիս համար, բազմիցս ասել եմ, կասեմ եւս մեկ անգամ։ Սա ուղակի բառեր չեն։ Հայաստանի Հանրապետությունը կկործանվի բառիս բուն իմաստով։ Կփլուզվի տնտեսությունը, մենք չենք ունենա լույս, մենք չենք ունենա գազ։ Եթե մեր հասարակությունը ուզում է հասնի դրան, ապա միանշանակ պետք է ընտրի Նիկոլին, միանշանակ անկասկած։ Բայց եթե մեր հասարակությունը ուզում է, որ այս երկիրը մնա ազատ եւ անկախ, որ այս երկիրը կարողանա զարգանալ, ապա միանշանակ ձայնը պետք է տա անդիմությանը։ Նիկոլը ուղղակի իհարկե փախել է Սյունիք, որ չգնա Մոսկվա, այնտեղ էլ խաբել ասել է դες զբաղված եմ բան, որտեվ այլևս խոսալու բան չունի Մոսկվայում։ Նամանավանդ Ուկրաինայի նախագահի այցելությունից հետո Հայաստան։ Այդ այցելությունով նա ուղղակի թքեց, Նիկոլը թքեց Ռուսաստանի վրա։ Դրանից ավելի վատ բան դաշնակիցը չէր կարող անել դաշնակցի նկատմամբ։ Ուղղակի չէր կարող։ Մեդվեդևը շատ կոշտ արձագանքեց, ասելով երկու ռուսաֆոբ անուղեղներ էին հանդիպել իրար։ Մարիամ ջան, գիտեք ես մի բան ասեմ, մեր մոտ բանա դարել քննարկել Ռուսաստանի հայտարարությունները կամ ինչ որ բաները։ Ես կողմնակից եմ դրան, որ այլևս երբեք չքննարկեմ, թե ինչ է ասել կամ ինչ է հայտարարել Ռուսաստանը, որովհետև այն քայլերը, որը 18-ից սկսած Հայաստանը անում է Ռուսաստանի հանդեպ, միանշանակորեն բերելու են շատ վատ զարգացումների։ Հիմա հետևել թե Ռուսաստանում այս կամ այն պաշտոնյան ինչ է հայտարարել, ընդ որում ասեմ, որ դեռևս փորձում են որոշ պաշտոնյաներ լինել բավականին կոռեկտ, որոշները ոչ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների ձեռքերով կտրվում է Հայաստան-Ռուսաստան կապը, որը միանշանակ բերելու է հակընդդեմ հարվածների Ռուսաստանից եւ իհարկե այդ հարվածների առաջի սխեման լինելու է տնտեսական։ Չես կարող գնալ Եվրոպական միություն, բայց մնաս ԵԱՏՄ-ի անդամ։ Հենց այն ԵԱՏՄ-ի, որը շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տարիների վեր զարգանում է։
եւ աննկարագրելի աճ ունի։ Այդ ամեն ինչը իրականություն է դառնում հենց ԵԱՏՄ-ի շնորհիվ, բայց այս իշխանությունը չհաշվարկելով, չգիտակցելով կամ գուցեև գիտակցելով անում է քայլեր, որոնք ուղղակի հակասում են Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցային հարաբերություններին։ Ինչի են դա անում։ Անում են, որտեվ Ալիևի եւ Էրդողանի գերիներն են, որտեվ Նիկոլը իրանց գերին է։ Ես միանշանակ պնդում եմ, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները շատ ավելի ազատ են, քան Նիկոլը, որտեվ իրանք այնտեղից կարողանում են դիմել հայասարակությանը եւ ասել պինդ եղեք։ Իրանք այնտեղից կարող են թելադրել իրենց կամքը, բայց մեզ այստեղ իշխողը վախում է, սարսափում է թե Ալիևից, թե Էրդողանից, թե ինչ ունեն իր վրա, միայն իրանք գիտեն։ Բայց ես նաև կասկած չունեմ, Մարիամ, որ իշխանափոխությունից հետո ընդդիմությունը միանշանակ, որը դառնալու է իշխանություն, բացահայտելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, թե պետական դավաճանության դեպքեր, թե կոռուպցիայի, որոնք մեջ սրանք ուղղակի թաթախված են մինչև ամենագլխի վերևը։ Ուղղակի թաթախված են կոռուպցիայի մեջ, բոլորով։ Ժողովրդին փորձեցին խաբեն պրեմիաներով, որ ժողովրդի մեջ տարածեն գաղափար, դե հեսա բարձր պրեմիա են ստանում։ Իսկ իրականության մեջ պրեմիայի խոսույթը ընդհանրապես շղարշեր իրենց կոռուպցիոն սխեմաները փակելու համար։ Միայն մի դեպքով, անիվով մոտավորապես $80 միլիոն լափել են սրանք։ Սրանք նույնպես լափել են $100 միլիոն համահայկական հիմնադրամից, հենց ձեր սիրելի հայրենակիցներ տված գումարներից։ Եվ ես կասկած չունեմ, որ այդ ամեն ինչը բացահայտվելու է։ Շատ կարևոր է, որպեսզի մենք զգոն մոտենանք սպասվող ընտրություններին, դա շատ կարևոր է։ Իմիջիայլոց, քանի որ ռուսական կողմի արձագանքից էիք խոսում, երեք Զախարյանի խոսքը տարածվեց, որ եթե հանկարծ Նիկոլը ընտրվի, Ռուսաստանը պետք է անվավեր ճանաչի։ Ես նորից եմ ասում, Ռուսաստանի խոսքերը հիմա մեկնաբանելու կարիք չեմ տենում, որտեվ գիտեմ մի բան, եթե ես լինեի Ռուսաստանի տեղը, շատ ավելի կոպիտ բաներ էի ասելու։ Դրա համար հավատացեք, շատ թեթև են խոսում, պահում են դեռևս պոլիտկորեկտնեսը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի քայլերը, որոնք այս ընթացքում իրականացվել են, սրանք ուղղակի թշնամական քայլեր են իհանդեպ Ռուսաստանի։ Հասկանաք, իհանդեպ Ռուսաստանի սրանք թշնամություն են անում, բայց Ալիևից ու Էրդողանից տակներն են անում։ Էրդողանի գիրկը գրկում է, կապիկի պես սկսում է ժպտալ։ Էսա մեր իշխանությունը, ու դուք սիրելի ժողովուրդ ուզում եք իրանցից մեկին գոնե ընտրեք։ Սրանք արժանի չեն ձեր քվեին։ Սրանք ձեր ոտի տակի կեղտին արժանի չեն։ Հիմա քարոզարշավ է, ուղղակի ցավում եմ, բայց պետք է մի բան լսենք ինչ էր երեք քլորում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ վիճակում է։ Ասում են գուցե սնկերի ազդեցություն։ Ոյ, ընդդիմություն։ Մի հատ ընտրություններ աղել, նախագահական, շատ լավ, անկախությունից մի ամիս հետո, հələ անկախացած է չենք եղել, 91-ին է, չէ են ընտրությունները, հələ անկախացած է չենք եղել, այսինքն հարակվեն եղել է, միջազգայինորեն ճանաչումը նորմալ է, անկախ Հայաստանում Հայաստանի քաղաքացի բանը որոշել, դուք ինչի գյուղապետ եք ընտրել, դուք քաղաքապետ եք ընտրել, դուք պատգամավոր եք ընտրել, դուք ընդհանրապես որևէ ձևով բան որոշելու հնարավորություն ունեցել եք։ Այդ 2018 թվից հետո էլ է։ Այդ մենակ 2018 թվից հետո է, որ ժողովուրդն է որոշումով լինի։ Հիմա ուժեղ բան եկել են ասում են, կապ չունի, ասում են, մենք ընտրել ենք վարչապետ, մենք ընտրել ենք, մենք վարչապետ, գլուխը պատին ես տալու, Դու ով ես արա, որ որոշեք դու վարչապետ եք, դու ով ես, ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշավ կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես, ձեր թվում է թե սրանն 5,000 դրամ բաժանելը դուք քաղաքացուն տարա կառնեք, գլուխները պատով եք տվել, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն տարա առնի, իրակ քիթումը ռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հապնելու իրանց քիթումը ռութը, իրանց ոտերն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հապնել։
Խնդրեմ, սա ու ինչ արեք բարձում 2 օր առաջ, օրինակ 60,000 գումարներ են դուրս գրել աշխատակիցների համար, թոշակառուների թոշակը 2 ամիս առաջ բարձրացավ։ Հիմա խոսենք այս ընտրակաշարքից եւ այս արդեն այս տերմինալով։ Գիտես Մարիամ, այս ելույթը եթե 2016-17 թվականին Սևանի գժանոցում գժերից մեկը ունենար, համոզված եմ բժիշկները տեղում կորոշեին, որ վիճակը սրվել է եւ պետք է դեղերը կտրուկ ավելացնել։ Բայց ցավոք սրտի իմ սիրելի ժողովուրդ, սա մեր իրականությունն է։ Ես կասկածում եմ Սևանի գժանոցում նման ելույթ ունեցող կա թե ոչ, իրոք կասկածում եմ, որտեղ տեղում դեղերը կտային, տեղը կգար։ Հիմա սա ինչ է խմում կամ քաշում, չեմ հասկանում, ինչ դեղեր է խմում, ինչ է ուտում։ Նաև սրա հետ մեկտեղ մեղավոր են իրենց ծափթողները, որտեղ գիտես ինչ, երբ որ գժանոցում Հենց է, իրանք իրենց փոքր խմբակով պետքա բոլորով պատժվեն, որտեղ իրանք մեր ժողովրդին խափում են։ Նախագահ Քոչարյանն ընդ որում պետք է ասեմ, որ այս ընտրապայքարում միակ տեխնացուն է, ով միանշանակորեն հայտարարել է, որ Արցախի հանձնողները 5000 զոհվողները եւ մեր ժողովրդին խափողները միանշանակ պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։ Եվ հենց դրա համար եմ նաեւ ես նախագահ Քոչարյանի կողքին, որտեղ սրանք պետք է պատասխան տան այս ժողովրդի առջև։ Սրանք պետք է մարդկանց երեսին նայելով պատասխանատվության ենթարկվեն։ Ժողովուրդը պետք է իմանա, թե սրանք ոնց են ծախե մեր հայրենիքը։ Սրանք ինչից ելնելով են ծախե այդ հայրենիքը, ինչու են դավաճան դառել։ Այդ ամեն ինչը պետք է բացահայտվի։ Եվ անկախ նրանից ինքը ում գլուխնա պատով տալ, իր գլուխնա պատով կարու։ Միևնույն է։ Արդարությունը կարող է երկար ժամանակ տևել, կարող է, բայց միևնույն է հասնում է տեղին։ Ես կասկած չունեմ, որ քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունած, աշխարհում առաջի երկիրը չի կարող այսպես առաջ գնալ։ Ուղղակի չի կարող։ Մենք իրավունք չունենք։ Մենք առանց էտել այս 7-8 տարվա մեջ ամբողջ աշխարհով շատ ենք խայտառակվել։ Վերջին 1 տարին, երբ որ սա հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, մենք էլ ավելի խայտառակ եղանք։ Հասկացեք մի բան, աշխարհի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների ղեկավարները, կրոնապետերը երազում են, որ հայ առաքելական եկեղեցին քանդվի, որտեվ մեր հայ առաքելական եկեղեցին լրջագույն դիրքավորում ունի ամբողջ աշխարհում։ Եվ ակնհայտ է, որ այլ եկեղեցու ներկայացուցիչները օր ու գիշեր երազում են, երբ Նիկոլը քանդելու Հայաստանի առաքելական մեր եկեղեցին։ Բայց չես կարողանալու, Նիկոլ։ Չես կարողանալու, որտեղ այս ժողովուրդը շատ ավելի վեհ է կամ դու մտածում ես։ Քո 10,000 դրամով բարձրացրած թոշակը դա այն է, ինչ որ դու պետք է անել դեռևս 18-ին։ 7 տարի ոչ մի բան չեք արել։ Ժողովրդին անտերության եք մատնել, հենց այն ժողովրդին, որը ձեր համար փողոց էր փակում։ Տուգանքի մածերալ եք դարձրել մարդկանց, հարկերը բարձրացրել եք։ 3 դասատուի 700,000 աշխատավարձ եք տալու ու դրանով եք պարծենում, երբ որ տասնյակ հազարավոր դասատուներ ուղղակի սովի են մատնված։ Հերիք է ժողովրդին խաբես։ Դուք եք կոռուպցիոներ, դուք եք անդադ փորձում կաշառել մեր ժողովրդին։ Բայց կրկնում եմ, մեր ժողովուրդը շատ ավելի սթափ է։ Կասկած չունեմ, որ մեր ժողովրդի ուղղակի այստեղին է հասել արդեն այս ամեն ինչը, որտեղ այս գժանոցը չի կարող երկար տևել, սիրելի ժողովուրդ։ Դուք ձեր մեջ, երբ որ փողոցում շփվում եք մարդկանց հետ, երբ որ հանդիպում եք տարբեր մարդկանց, չեք զգացել, որ այս վերջի 7 տարիները ընդհանուր բոլորս ինչ որ անհասկանալի զայրացած ենք։ Բոլորս, անկախ մեր քաղաքական հայացքներից։ Կներեք, գիտեք ինչու է դա այդպես։ Որտեւ իշխանությունը բոլորից գիժ է դարձրել։ Ամեն օր առավոտ արթնանում ենք, վախով, որ մի բան հանձնել են, որ մեկին կալանավորել են, որ մեկի վրա գործ են սարքել, որ մի երեխա բռնաբարել են, որ մեկին դանակով խփել են։ Այդ ամեն ինչ ազդում է բոլորիս վրա։ Բոլորիս գիժ են դարձրել։ Մինչդեռ իրանց տեղն է գժանոցում, բայց բանտից հետո։ Այս նախընտրական վիճակում իհարկե բարդ բավականին ընտրություն է, որտեղ այս անգամ ընդդիմությունը ներկայացված է մի քանի ճամբարով եւ Փառք Աստծո
ըստ վերջի տվյալների Նիկոլը դեռևս չունի որևէ հնարավորություն վերընտրվելու, որտեղ միասնական ընդդիմությունը շատ ավելի շատ ձայն ունի կամ Նիկոլը։ Ես լինելով Հայաստան դաշինքի անդամ, կոչով անընդհատ դիմելու եմ ձեզ ընտրել փորձառու ղեկավարի։ Տեսեք, բանակցություններում սեղանի շուրջ մեկ մարդ է նստում, ցավոք սրտի թմով չեն նստում, նստում է մեկ մարդ։ Մենք այսօր ընտրում ենք այդ մեկ մարդուն, մեկ մարդ, ով նախ եւ առաջ կարողանա կարգ ու կանոն հաստատել մեր երկրում, եւ մեկ մարդ, ով կարողանա ըստ արժանավորինս մեզ ներկայացնել տարբեր հարթակներում, տարբեր բանակցությունների ընթացքում։ Ես խորհուրդ կտամ բոլորիդ նայել նախագահ Քոչարյանի մասին ֆիլմը, որը 2 օր առաջ ներկայացվեց հանրությանը։ Բոլորդ նայեք, անկախ ձեր վերաբերմունքից այդ մարդու նկատմամբ։ Նայեք, տեսեք, թե ինչ ձևի երկրում եք դուք ուզում ապրել։ Ես միշտ նայել եմ հետևյալ կերպ, ես մտածել եմ, որ ինչպիսի ընտանիք ունի առաջնորդը կամ ինչ հարաբերություններ են առաջնորդի ընտանիքում, այդպես էլ վիճակը լինում է երկրի ներսում։ Ես միշտ նույնիսկ նախագահ Քոչարյանի հետ խոսալուց ասել եմ առանց ձեզ իմանալու, բայց երբ որ լսում էի ձեր ընտանիքի մասին, հասկանում էի, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա էլ եմ ասում, ընտրեք այն ընտանիքի բանաձևը, որը կուզեիք կառավարել այս երկիրը։ Հայեցի ընտանիք, որում մեծին հարգել կա, ընտանիք, որում ամեն մեկը իր դեր ունի, ընտանիք, որում բոլորը իրար հանդեպ հարգանք ունեն։ Եվ ես կասկած չունեմ, որ նախագահ Քոչարյանի Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու դեպքում հենց այդպես է լինելու է։ Կասկած չունեմ, որ նախկինում որոշ սխալները, որոնք եղել են բոլոր իշխանությունները, կասկած չունեմ, որ նախագահ Քոչարյանը պատրաստ է այսօր շտկել բոլոր թերությունները, որոնք որ ժամանակին եղել են։ Ինքը բոլորիցս լավը դա գիտի։ Ինքը մարդ է, ով պատրաստ է կոնստանտ նոր բաներ սովորել, լինել այս դարի մարդ, այս օրվա մարդ, այս տարվա մարդ։ Եվ ինքը ապացուցել է իր պահվածքով, որ ոչ փախչող է, ոչ թաքնվող է եւ մինչեւ վերջ կռիվ տվող է։ Ես Հայաստանում այսօր տենց մարդ այլ չեմ տեսնում։ Տեսնում եմ շատ մարդիկ, որոնք կարող էին Հայաստանը ղեկավարեին 2018 թվականին, այո, շատ եմ տեսնում, 10-ից ավել միգուցե, որոնք այդ իրավիճակում կարողանային ղեկավարել Հայաստանը։ Բայց այսօր մենք այդ վիճակում չենք, այսօր մենք կործանման եզրին կանգնած երկիր ենք, և ցավոք սրտի տնտեսությունը զարգացնելով Հայաստանը չի զարգանա, Հայաստան չի մնա, որտև առաջնահերթ է մեր անվտանգության հարցը։ Եվ այդ անվտանգությունը կարող է իզորու է բերել նախագահ Քոչարյանը։ Իմ անվտանգության որպես երաշխավոր ես իրեն եմ տեսնում։ Մարտով ունի այդ փորձը։ Մարտոր բոլոր հնարավոր իրավիճակներում իր կյանքում եղել է եւ ամեն տեղից հաղթած է դուրս եկել։ Կրկնում եմ, Մարտով չի փախել բանտից, այլ եկել է եւ միջև վերջ այսօր կռիվ է տալի։ Մեզ նման ղեկավար է պետք։ Ղեկավար, որը հետո գնա դուրս մեզ ներկայացնելու, մեզ խայտառակ չի անի։ Ղեկավար, որը այսինքն շիզոֆրենիկի պես չի գորգոռա, այլ հավասարակշռված կարողանա ներկայացնել հայի եւ Հայաստանի շահը։ Ուրիշ հարցեր ունենք, Մարիամ ջան։ Ռոբերտ Քոչարյանը ինչ ասում է, պատժելու հետ կապված, հա։ Ես դա ասեցի, դա ամենակարևոր նյութն է, ժողովուրդ։ Հավատացեք, եթե այս իշխանությունը չպատժվեց, ապա Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է։ Հիմա դա կլինի 5 տարի հետո, թե 30 տարի հետո, բայց դատապարտված է։ Դավաճանները պետք է անուն առանուն պատժվեն։ Հայաստանի կենտրոնում պետք է դավաճանների պատ սարքվի, որ բոլոր մեծացող սերունդները դավաճաններին անունազգանունով իմանան։ Բոլոր պատմության գրքերում է դավաճանների մասին պիտի գրված լինի։ Ես չգիտեմ ուրիշ ազգ, որ այս կարճ ժամանակացում 7-8 տարում նման կորուստների է դիմե ու դերևս կան մարդիկ, որ պատրաստ են սրան նորից ընտրեն։ Մի արեք այդ սխալը։ Ուղղակի մի արեք այդ սխալը։
21-ին ասել եմ Իրան նտրելուց հետո, որ մենք սխալվել ենք եւ պատասխան ենք տալու ազգովի։ Այդ պատասխանը չուշացավ, կորցրեցինք Արցախը, կորցրեցինք Ջերմուկում տարածքներ, Սյունիքում տարածքներ։ Մի կրկնեք նույն սխալը, որտեվ եթե կրկնեք, պատիժը երկար սպասել չի տալու։ Եվ այս անգամ պատիժը լինելու է շատ ավելի դաժան կամ երբևէ պատկերացրել եք։ Որտեվ այս անգամվա պատիժը հայրենիքը կորցնելն է։ Այո, ամեն ինչ այդքան վատ է։ Մի խափնվեք այդ դեբիլ սրտիկներին, մի խափնվեք իրենց կողմից մատնանշած խաղաղությանը։ Որտեվ դա խաղաղություն չէ։ Դա Թուրքիա ադրբեջանցու տակ պարկել է։ Մենք այդ ազգը չենք։ Այսքանը Մարիամ ջան։